Հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբո, ամեն։ Այսպես երկնքում մեծ ուրախություն կլինի հրեշտակների մեջ մեկ մեղավորի համար, որ դարձի է գալիս։ Իրապես մարդիկ Աստծո պատկերովի նմանությամբ ստեղծված կարծես մի դրամ լինեն, ինչպես առակի մեջ է Քրիստոս պատմում, թե 10 դրամ ուներ մի կին և կորցրեց մեկը և իր տանը ավելացեց մինչև գտալ, երբ գտավ ուրախացավ, կանչեց իր դրացիներին ու հարևաններին, մեծ ուրախություն արեց։ Մենք դրամ ենք, որովհետև Աստծո պատկերով ու նմանությամբ ենք ստեղծված, ինչպես դրամը թագավորի պատկերն է կրում։ Քանի դեռ անաղարտ է, մաքուր է, սուրբ է դրամը, արեգակի ճառագայթներն են փայլում նրա մեջ։ Դրանք 9 դրամներն էին, որ հրեշտակած դասերն էին, բայց մեկ դրամը աղտոտվեց, ժանգոտվեց, սևով պատվեց և կորավ աղբերի ու կեղտերի մեջ։ Եվ մեր Տերը Հիսուս Քրիստոս ավելացեց իր տանը, մաքրեց ու սրբեց, դժոխքի անդունդների հատակում գտավ իր դրամը Ադամին, որ գտնվում էր դժոխքում ու դուրս հանեց, սրբեց ու մաքրեց։ Եվ այդպես 9 մյուս դրամներին խառնեց և ուրախություն եղավ երկնքում հրեշտակների մեջ ադամորդիների փրկության համար։ Մենք էլ Աստծո պատկերով ու նմանությամբ ենք ստեղծված, և քանի դեռ անաղարտ է մեր խիղճը, մաքուր է մեր միտքը, մեր հոգին, ապա աստվածային ճառագայթները մշտապես մեր հոգու հայելի մեջ, մեր մտքի սրտի պատկերը ճառագայթում է աստվածային շնորհներով։ Չկա որևէ աղտեղություն, չկա որևէ կեղտ, որ կարողանա տանջել ու չարչարել մեզ։ Եվ ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, քանի մարդը անմեղ է, մանկան նման սուրբ է, ապա նրա խիղճը, որ աստվածային ինքնամաքրման համակարգն է, ուրախացնում է իրեն։ Ինչպես մանկան մենք միշտ տեսնում ուրախ ու երջանիկ, որտև խիղճը նրան ուրախացնում է, որտև Տիրոջ պատվիրաններն է կատարում, որտև անմեղ է, որովհետև սուրբ է և լույսով է ողողված, այդպես էլ բոլոր սուրբերին ուրախացնում է իրենց խիղճը, երջանկանցնում է, որովհետև երկնքի արքայության պատկերն է նրանց մեջ երևում։ Բայց երբ մենք մեղք ենք գործում, աղտոտվում է մեր պատկերը աստվածային մեր հոգու, այն ժամանակ մեր խիղճը սկսում է մեզ տանջել, չարչարել, սկսում է գործել ինքնամաքրման համակարգը։ Ինչպես դրամն ենք նետում բովի մեջ, կրակի մեջ և թրծվում է ժանգը, մաքրվում է, այդպես էլ խիղճը մեզ միշտ տանջում է, չարչարում, որպեսզի մենք անդրադառնանք մեր գործած մեղքերին, որպեսզի զղջանք, հրաժարվենք դրանցից, որպեսզի խոստովանենք ու ապաշխարենք։ Եվ այդպես այնքան ժամանակ է խիղճը տանջում, մինչև որ մենք հետ կանգնենք մեր չար ընթացքից։ Եվ երբ ապաշխարում ենք, երբ մաքրվում ենք, երբ խաղաղվում ենք, այն ժամանակ մեզ խիղճը այլևս չի տանջում, այլ սկսում է ինչպես վահորոք, ինչպես կանխորոք, մանկան նման ուրախացնել ու երջանկացնել մեզ։ Ճիշտ այդպիսին էր Կիպրիանոս եպիսկոպոսի կյանքը, որի տոնն է այսօր։ Նշանավոր կախարդ էր, չարի զորության բազմաթիվ նշաններ առերևույթ իհարկե, և սքանչելիքներ էր գործում ու զարմացնում էր շատերին։
Նրան մոտենում է մի հեթանոս իշխան և խնդրում իր հնարքներով փոխել հուստյանե քրիստոնյա կույսի միտքը, որպեսզի իրեն սիրահարվի։ Իր բոլոր արբանյակներին դևերին ուղարկում է հուստյանեի դեմ և հուստյանեն միշտ խաչակնքվելով ու խաչի զորությամբ վանում է բոլոր դևերին։ Զարմանում է Կիպրիանոսը, թե ինչպես այսքան տարի ես որևէ անհաջողություն, որևէ արգելք չեմ ունեցել, իսկ այս դեռյատի օրիորդը կարողանում է ինձ հաղթել։ Կանչում է դևերին, որոնք իրեն են ծառայում և հարցնում է, ինչու չեք կարողանում հաղթել հուստյանեին, ասում է, որովհետև խաչի զորությամբ է մեր դեմ պայքարում, մենք ոչինչ ենք խաչի ու խաչյալի դեմ։ Այդպես հրաժարվում է Կիպրիանոսը իր կախարդությունից և դառնում է Քրիստոսին, և որքան չարիք էր գործել ընդդեմ Քրիստոսի, այդքան չարչարվում է Քրիստոսի անվան համար, որտև եպիսկոպոս է ձեռնադրվում և սաստիկ չարչարանքների ենթարկվում, այրվում է ի վերջո Քրիստոսի սիրո անվան համար և մարտիրոսանալով մաքրում է իր կախարդության ու գուշակությունների մեղքերը։ Այսօր տոնն է նաև հուստյանեի, որ Կիպրիանոսի հետ հետագայում նահատակվում է, նաև Սուրբ Եվփիմեի, Քրիստենիայի, սրանք եկեղեցու 4-րդ դարում նահատակված սրբուհիներ են, որ ընդհանրական բոլոր եկեղեցիներում ընդունված, հարգված և պաշտված սուրբեր են։ Սուրբ Քրիստինեն քուրմի դուստր էր, 12 տարեկանում հայրը նրան դարձնում է քրմուհի, որպեսզի պաշտամունք կատարի կուռքերին, առանձնացնում է մի դղյակում և գիշեր ցերեկ պետք է պաշտեր ու երկրպագեր կուռքերին, 12 նաժիշտներ էլ նրան ծառայում էին։ Բայց աստվածային միազդեցությամբ, երկնային տեսիլքով, Սուրբ Հոգու զորությամբ դարձի է Քրիստինեն գալիս առանց որևէ մեկի քարոզելու, որովհետև նա դղյակում առանձնացված էր, որևէ մեկին չէր տեսնում։ Ու խոշիացներ է տալիս բոլոր կուռքերը, որոնք ոսկի էին ու արծաթ, ձուլեր է տալիս դրամի վերածում բաշխում աղքատներին։ Երբ իմանում է հայրը նրա այս քայլը, իր ձեռքով սաստիկ գանահարում է իր դստերը, այնքան մեծ բարկության մեջ է ընկնում հայրը, որ այդ գիշեր կաթվածահար է լինում ու մեռնում։ Հաջորդ օրը դատարան են հանում Սուրբ Քրիստինեին, այնպիսի չարչանքներին ենթարկում, որ մարդկային միտքը չի կարող անգամ ընկալել, թե մարդը կարող է այսպիսի կտանքներին դիմանալ։ Ի վերջո գցում են գազանների առջև։ Գազանները շան նման գալիս են, սկսում են լիզել նրա ոտքերը։ Սուրբ Քրիստինեն աղոթում է և խնդրում Տիրոջից, որպեսզի ինքը գազանների կեր դառնա, ավելի գերադասելով գազաններից հոշոտվել, քան մարդկանցից։ Եվ այդպես մի արջ խեղդում է Սուրբ Քրիստինեին և այդպես նահատակվելով հեռանում այս աշխարհից, բայց նրա մարմնին ու նշխարներին չեն դիպչում գազանները իբրև սրբություն։ Հետագայում քրիստոնյաները վերցնում են Սուրբ Քրիստինեի մարմինը և սրբությամբ թաղում, հետագայում սրբատեղի է կառուցվում նրա նշխարների վրա։ Այդպիսին էին նաև 45 վկաները այսօրվա տոների, որ Կիպրիանոս եպիսկոպոսի հետ են տոնախմբվում։ 43-ն էին սրանք և 2 դահիճներ ու պահապաններ, որոնք կարգված էին այս զինվորներին պահպանելու, տեսնում են այն սքանչելի լույսը, որ իջնում էր նրանց վրա աղոթքի ժամանակ, հռչակում են, որ իրենք էլ են քրիստոնյա, և այդպես միասնաբար 45 հոգով նահատակվում են հանուն Քրիստոսի
և վերանում երկինք են գնում։ Այդպիսին էր նաև Եվփիմես սրբուհին, որ ճիշտ հար նման հուստյանեին և քրիստինեին, ինչպես այսօր է շարականն ասում, թե յուր ընկերոք, այսինքն իր ընկերների հետ միասնաբար սրբությամբ, կուսության մաքրությունը ընտրած, Քրիստոսին հարսնացած այս աշխարհից հեռանում է ու երկինք վերանում։ Այսօր էլ այս սրբուհիները երջանկության ու երանության մեջ են, բայց նաև մեր մասին են մտածում, որպեսզի մենք էլ պայքարը այս աշխարհում հաղթությամբ մղենք և հաղթանակով դուրս գանք։ Ու արժանանանք երկնքի արքայության, որպեսզի իրենց հետ էլ ցնծանք ու փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։ Ամեն։